Մենք կկրվենք, մենք կմեռնենք, չենք ընդունի նվաստացումը, հայտարարում են հազարավոր իրանցիներ այդ երկրի Յասուջ քաղաքի կենտրոնից։ Մինչ իսրայելական քարոզչությունը հայտարարում էր, թե աննախադեպ հրթիռակոծություն է սկսվել Իրանում։ Պարսից ծոցի ափամերձ Յուշեր քաղաք հասել են իսրայելա-ամերիկյան հրթիռները, կրկին թիրախավորելով երեխաներին։ Տեղի մանկական հիվանդանոցն է ցուցադրում Կարմիր մահիկի բուժակը։ Ահա նորածինների բաժանմունքը, նրանք թիրախավորել են այս հատվածը։ Նայեք այս փոքրիկ ծաղիկներին, այս երկու երեխաներին։ Ըստ իրանական լրատվամիջոցների պատերազմի սկզբից ի վեր 10 հիվանդանոց ու շտապ օգնության կենտրոն է թիրախավորվել։ Նույն ժամին Թել Ավիվում արված այս կադրերում մարդիկ ռմբապաստարաններից դուրս են գալիս, վայրկյաններ անց կրկին տագնապի ազդանշան է հնչում։ Իսրայելցիները շտապ ապաստարան են վերադառնում։ Մայրաքաղաքի երկնքում իրանական հրթիռ է երևում։ Իսրայելը մեկ վիրավոր ունի Բնեի Բրակ քաղաքում։ Ըստ տեղի լրատվամիջոցների իրանական հարվածից մեքենա է հրդեհվել։ Դրա կողքին կայանած մեքենաները անվնաս են։ Օդային տագնապը չի դադարում նաև Հայֆայում, մարդիկ արդեն բողոքում են, որ ամեն օր ստիպված ռմբապաստարաններ են վազում։ Շատ դժվար է, մենք չենք կարող սա անել ամեն օր։ Մեր թաղամասում միայն մի ապաստարան կա եւ այն շատ փոքր է։ Գիշերը, երբ տագնապը հնչի, շատ մարդիկ չեն կարողանա ապաստարան մտնել։ Ապաստարան չեն հասցրել իջնել Թեհրանի Մոհալաթիի տարրական դպրոցի երեխաները։ Կադրերում ավերված տարրական դպրոցն է։ Իսրայելա-ամերիկյան հարվածից առաստաղը փուլ է եկել դասարանի սեղանների վրա։ Զոհերի, վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Սարսափելի կադրեր կան նաև Թեհրանի կենտրոնից։ Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանին Իսրայելի ու Միացյալ Նահանգների հասցրած ավիահարվածներից հետո խիտ ծուխ է երևում։ Օդակայանի ճանապարհը կարծես ապոկալիպսիս ֆիլմից լինի։ Ալբերտ Սերոպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։